Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Սերդար Քորուջու լրագրող Թուրքիայից հայոց ցեղասպանության մասին գրքերի հեղինակ, թուրքական առաջատար հեռուստաալիքներից երկուսում խմբագիր։ Արցախում պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունն արդեն ոչ ոք չի փորձում քողարկել Թուրքիայում։ Էրդողանի բաց հայտարարությունից հետո բոլորն այդ մասին նույնքան բաց են խոսում։ Ոմանք գլուխ գովելով Թուրքիայի պատմական նպատակներին հասնելու տրամաբանությամբ, մյուսները ավելի փոքրաթիվ մասը փաստը նշում են իրենց տարածաշրջանային վերլուծություններում։ Սերդար Քորուջուն եւս բաց է նշում Թուրքիայի ներգրավվածության մասին եւ կարծում է, դա պատճառներից մեկն էր, թե ինչու Թուրքիան չի կարող միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ինչպես Թրամփը եւ Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնում խաղաղություն է հաստատվել, թերի է։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելը խաղաղություն չի հաստատում, կարծում է Քորուջուն։ Թուրքիայում այսպես չեն կարծում։ Դա մոտեցնում է խաղաղությունը, բայց համաշխարհային պատմությունը մեզ ցույց է տվել, որ պատերազմը ցավոք կարող է բռնկվել նաեւ այն պահերին, երբ խաղաղությունը մոտենում է։ Serdar, teşekkürler ve programımıza hoş geldiniz. Tabii ki Paşinyan ve Aliyev Washington'da bu konuda Serdar, շնորհակալություն մեզ միանալու համար եւ իհարկե առաջարկում եմ սկսենք նրանից, թե ինչպես Փաշինյանը եւ Ալիևը հայտնվեցին Վաշինգտոնում Թրամփի կողքին, այնտեղ ստորագրված թղթերից։ Նախ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, ապա կանցնենք խաղաղության համաձայնագրին։ Եվ այսպես, հիմա արդեն Թրամփի ուղի կամ ինչպես դեռ Թուրքիայում են շարունակում կոչել Զանգեզուրի միջանցք։ Էրդողանի պահանջած միջանցքին Թրամփի անունը տվեցին։ Էրդողանի գործարքում Թրամփը միջնորդ դարձավ։ Հիմա հարցս հետևյալն է. ինչու Էրդողանը համաձայնեց սրան, ինչու ընդունեց սա? Talep ettiğin koridorunda Trump'ın adı verdi ve sorum şimdi budur. Erdoğan neden bunu kabul etti? Yani aslında kabul etmeyeceği bir durum yok. Çünkü bir gerçek var. Azerbaycan ve Ermenistan olduğunda söz konusu ortada bir üçüncü gücün olması her zaman gerekiyordu. Իրականում չընդունել չէր կարող, որովհետև կա մի ճշմարտություն։ Երբ խոսքը Ադրբեջանի եւ Հայաստանի մասին է, միշտ անհրաժեշտ է երրորդ կողմ։ Մենք գիտենք, որ Ղարաբաղյան ճգնաժամի ժամանակ գոյություն ուներ միջազգային ուժերի միջնորդական խումբը, Մինսկի խումբը, որը փլուզվեց պատերազմից հետո։ Միշտ անհրաժեշտ էր երրորդ կողմ եւ ակնհայտ էր, որ Թուրքիան չէր կարող այդպիսին լինել։ Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղում գործնականում անհնար էր դարձնում դա։ Belki savaşta Türkiye'nin rolü olmasaydı araya katılabilirdi gibi görüşleri var. Ben buna katılmıyorum. Çünkü bir gerçek var. Yani Türkiye hiçbir zaman Ermenistan için üçüncü taraf olamayacaktı. Ոմանք պնդում են, որ եթե Թուրքիան դեր չխաղար պատերազմում, կարող էր միջնորդ լինել, բայց անկեղծ ասած ես համաձայն չեմ, որովհետև մեկ այլ ճշմարտություն եւս կա։ Թուրքիան երբեք Հայաստանի համար երրորդ կողմ չի կարող լինել։ Նույնիսկ եթե Թուրքիան չներգրավեր Ղարաբաղյան պատերազմում, ես դեռ կարծում եմ, որ թուրքական միջնորդությունը քիչ հնարավոր կլիներ, որովհետև Թուրքիայի եւ Հայաստանի միջև միշտ եղել է ցեղասպանության խնդիրը, եւ Թուրքիան երբեք չէր կարող լինել անկախ երրորդ կողմ։ Ամերիկայի պարագայում զարմանալի ոչինչ չկա։ Իրականում չեմ կարծում, թե որևէ մեկը զարմացած էր ամերիկյան միջամտությունից։ Անտալիայում կայացած վերջին դիվանագիտական ֆորումում թեև մեզնից ոչ ոք չէր կարծում, որ Թրամփը կարող է այս մասշտաբով միջամտել եւ միավորել երկու առաջնորդներին, բայց Արարատ Միրզոյանը եկավ Թուրքիա եւ իրականում ակնարկեց դրա մասին։ Նա նշեց, որ ամերիկյան նոր վարչակազմը հետաքրքրված է հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց իհարկե չեմ կարծում, որ նա նույնպես այսքան շատ բան էր սպասում։ Հավանաբար ոչ ոք չէր սպասում։ Կատարվածի մասին Թրամփը եւս, թերևս երազ էր, որովհետև տասնամյակներ շարունակ տևած խոշոր պատերազմից հետո երկու առաջնորդների հետ առաջին անգամ տեսախցիկի առջև հայտնվելը, նրանց ընկերներ անվանելը ստեղծեց ջերմ մթնոլորտ։ Այլ կերպ ասած, պրագմատիկ տեսանկյունից կարծում եմ, որ Թուրքիայի համար շատ դժվար էր այստեղ դեր խաղալ։ Ya da kabul edilemeyecek bir durum yoktu. Yani Türkiye'nin burada bir rol alabilmesi zaten bence çok zordu. Pragmatik olarak baktığımızda. Neden bunu soruyorum? Çünkü ինչու եմ սա հարցնում, որովհետև Թուրքիայում դրատվական հեռուստաալիքների եթերներում թուրքական քաղաքականության մասին կարծիք հայտնողներից շատերը քննարկելով կատարվածը հայտարարում էին, որ Թրամփի փոխարեն Էրդողանը պետք է լիներ, որ Թրամփը վերցրեց Թուրքիայի միջանցքը, որ այդ միջանցքը կարող է լինել անգամ Էրդողանի անունով, եթե Էրդողանը լավ աշխատեր։ Այս մեկը Դավիթ Օղլուն էր ասել։ Ձեր հեռուստաալիքի եթերում մեկն ասաց Էրդողանը տորթը թխեց, Թրամփը եկավ
փչեց մոմերն ու ասաց իմն է այդ տորթը։ Ya pragmatik olmak gerekiyor bence. Sonuçta Կարծում եմ պետք է պրագմատիկ լինենք։ Վերջին հաշվով, երբ խոսում ենք այս պատերազմի իրական պատերազմների մասին, պետք է հասկանանք հետևյալը. այո, միշտ կա հաղթող եւ կա պարտվող, բայց արդար խաղաղություն է անհրաժեշտ։ Այլ կերպ ասած, պետք է լինի խաղաղություն, եւ այդ խաղաղությունը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար, որպեսզի այլևս պատերազմ չլինի։ Եթե երկու կողմերն իսկապես չհաշտվեն, պատերազմները şaşırakvելու են։ Görüyoruz her zaman savaşlar devam ediyor ne yazık ki. Bu gerçek şimdi sizce bu gerçek mi barış değil? Հիմա կարծում եք սա իրական խաղաղություն է, արդար խաղաղություն է։ Erdoğan'ın araya girmesi ve mesela Türkiye'nin eğer Zengezur koridoru üzerinde Türkiye olsaydı Ermenistan için elbette çok daha kabul edilemez olacaktı. Erdoğan'ի միջամտությունը եւ եթե Թուրքիան լիներ Զանգեզուրի միջանցքում, դա անշուշտ շատ ավելի անընդունելի կլիներ Հայաստանի համար։ Կարծում եմ, որ կա տարբերություն Հայաստանում Թուրքիայի վերահսկողության կամ թուրքական ազդեցության տակ ուղի ունենալու եւ Հայաստանում ամերիկյան ազդեցության տակ ուղի ունենալու միջև։ Olduğu bir hattı Ermenistan'ın kabul etmesi arasında bence bir fark vardır ki hani Ermenistan'da olan sizsiniz ama Trump hatı bunu adıdır. Թրամփի ուղին դրա անունն է, բայց բոլորը գիտեն, թե իրականում դա ում ուղին է, ով է պահանջում այդ ուղին։ Yani aslında barış yolları projesiyle Paşinyan bunu biraz değiştirmeye çalışmış. Փաշինյանը իրականում փորձեց որոշ չափով փոխել դա խաղաղության խաչմերուկ նախագծով, բացել ճանապարհները Հայաստանի համար նաև Նախիջևանի եւ Ադրբեջանի տարածքով։ Բայց այո, երբ նայում ենք ներկա ուղուն, ով կշահի դրանից։ Այո, այն կապող օղակ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի, առաջին հերթին Ադրբեջանի, ապա իհարկե Թուրքիայի եւ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետությունների միջև։ Baktığımızda kim bundan kar sağlayacak? Evet. Yani Türkiye, Azerbaycan, en başta Azerbaycan, sonra tabii ki Türkiye ve Orta Doğu'daki, Orta Asya'daki aslında Türk Cumhuriyetleri arasında bir bağ olacak. O nedenle bunun adına Turan hattı dendi. O nedenle bunun Türk dünyasının iki tarafın birbirine bağlanması olarak görüldü. Ահա թե ինչու այն նաև Թուրանի ճանապարհ են կոչում։ Ահա թե ինչու այն դիտվում էր որպես թուրքալեզու աշխարհը միավորող ուղի։ Ահա թե ինչու են շարունակվում քննարկումները, որ այս ուղին խզում է Հայաստանի եւ Իրանի միջև դարավոր սահմանը։ Չպետք է անտեսենք այդ քննարկումները։ Այո, դա փաստ է։ Իհարկե, սա այն ուղին է, որը իրականում Թուրքիան է ուզում, Ադրբեջանն է ուզում։ Այո, չնայած Թրամփ անունը ստացավ եւ համարվում է ամերիկյան նախագիծ, իհարկե Ադրբեջանն ու Թուրքիան են ամենաշատը ցանկանում, որ բացվի։ Arkasında Azerbaycan ve Türkiye'nin en çok istediği şey bu hattın hayata geçmesi. Փաշինյան və Ալիև Վաշինգտոնda հəm də Փաշինյանը եւ Ալիևը Վաշինգտոնում նաեւ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրեցին, ոչ թե ստորագրեցին, այլ նախաստորագրեցին։ Evet. Zaten bu da problem. Evet, yani imzalandı. Այո, հենց սա է խնդիրը։ Բոլորը այն ստորագրված էին համարում եւ իրականում ողջավորություն կար դրա շուրջ։ Հետո տեսանք, որ այն չստորագրվեց, այլ պարզապես նախաստորագրվեց։ Çünkü Ալիև hələ թալեբ որովհետև Ալիևը դեռ պահանջներ ունի, բայց մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, մյուս կողմից Էրդողանն ասում է, սահմանը կբացվի, երբ խաղաղություն հաստատվի։ Եվ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն էլ ասում է, որ հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Հիմա Փաշինյանն ասում է, որ արդեն խաղաղությունը հաստատվել է, բայց մենք տեսնում ենք, որ Էրդողանի եւ Ֆիդանի խոսքով դեռ խաղաղություն չի հաստատվել։ Ինչ է սա նշանակում։ Bu ne demek? Yani bu şöyle, sonuçta barış anlaşması imzalanmadı. Evet, Խաղաղության համաձայնագիրն ի վերջո չի ստորագրվել։ Այո, ճիշտ է, որ խաղաղությունը մոտենում է։ Միայն երկու առաջնորդներին կողք կողքի տեսնելը կարող է տպավորություն ստեղծել, որ խաղաղությունը մոտենում է։ Ortada barış anlaşması yoksa hala barışmış sayılmaz iki ülke ve bu anlaşmanın imzalanması gerekiyor. Բայց եթե խաղաղության համաձայնագիր չկա, ապա երկու երկրները դեռ խաղաղության չեն հասել, եւ համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Թուրքիայի դիրքորոշումը սա է։ Թուրքիան միշտ ասում է, որ երբ Ադրբեջանն ու Հայաստանը հաշտվեն, մենք կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Բոլորս գիտենք, սա էր պատճառը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև նախորդ կարգավորման գործընթացը փաստացի կանգ առավ, որովհետեւ այն ժամանակ Ղարաբաղը դեռևս Ադրբեջանի օրակարգում էր, եւ Անկարան հանկարծ Ադրբեջանի օրակարգ
համակարգը բերեց իր օրակարգ, ասելով, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը չհաշտվեն, մենք չենք avարտի կարգավորումը։ Birdenbire gündemine Azerbaycan'ın gündemini aldı ve dedi ki Azerbaycan'la Ermenistan barışmadığı sürece biz normalleşmeyi tamamlamayız ve tamamlanmadı. Evet ama Şimdi Այո, բայց հիմա ամեն ինչ այլ է։ tabii Ama yine de şimdi aynen yani aynen şimdi denge tamam değişti ama bugün de hala Türkiye'nin gündemi barış Հավասարակշռությունը հիմա փոխվել է, բայց Թուրքիայի օրակարգը մնում է նույնը, քանի դեռ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել։ O nedenle Paşinyan'ın söylediği şey biraz eksik kalıyor tabii. Çünkü gerçek bir barışın olabilmesi için paraf değil imzaya ihtiyaç var. Հետևաբար, իհարկե, Փաշինյանի ասածը մի փոքր թերի է, որովհետև իրական խաղաղության հասնելու համար ոչ թե նախաստորագրություն է պետք, այլ համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Եթե այն չստորագրվի, խաղաղություն չի հաստատվի։ Ինչպես ենք մենք տեսնում, որ խաղաղությունը մոտենում է։ Ահա Փաշինյանի ինքնաթիռի Ադրբեջանի վրայով թռչելու լուրը։ Ահա երկու առաջնորդները Վաշինգտոնում լուսանկարվում են։ Սրանք կարող են ցույց տալ, որ խաղաղությունը մոտենում է, բայց չեն նշանակում, որ խաղաղության համաձայնագիր է ստորագրվել, որովհետև համաշխարհային պատմությունը մեզ ցույց է տվել, որ պատերազմ ցավոք կարող է բռնկվել նաև այն պահին, երբ խաղաղությունը մոտենում է։ Իհարկե ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց ինչպես է իրականում այդ խաղաղությունը ձեռք բերվելու, եւ ինչու այն դեռ չի ստորագրվել, կամ ինչ այլ պահանջներ կներկայացվեն։ Կարծում եմ այդ հարցերը դեռևս մնում են անպատասխան։ Hepimizin isteği keşke barış olsa. Ama işte gerçekten bu barış nasıl sağlanacak ve hala imza konmadı ya da başka daha ne talep gelecek hala akıllarda bence o soru işaretleri. Paraflamak ve imzalamak. Bu konuda daha bir soru. Bu yılın Nisan ayında Antalya Diplomatik Forumu sırasında Ermenistan Dışişleri Bakanı Ararat Mirzoyan Փաշինյանին Թուրքիա və Ադրբեջան ilə olan նախաստորագրում եւ ստորագրում այս առումով մեկ այլ հարց։ Այս տարվա ապրիլին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը առաջիկա ընտրություններում, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործընթացներում առաջընթաց չլինի։ Սա հայտարարեց թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։ Թուրքիային պետք է, որ Փաշինյանը պահպանի իշխանությունը Հայաստանում։ Neden? Paşinyan'ın bir özelliği var bence. Siyasi tarih açısından bakarsak iktidara geldiği dönemde toprak kaybetmiş olmasına rağmen yeniden seçilmesi hala bana çok ilginç geliyor. Փաշինյանը մի հատկություն ունի։ Քաղաքական պատմական տեսանկյունից ինձ համար դեռևս շատ հետաքրքիր է, որ նա վերընտրվեց, չնայած իշխանության գալու ընթացքում տարածքներ կորցնելուն։ Ինչպես կարող է տարածքներ կորցրած առաջնորդը վերընտրվել վարչապետի պաշտոնում։ Դա իսկապես դժվար է։ Համաշխարհային պատմության մեջ բարդ է նման դեպք գտնելը։ Քաղաքականության պատմության մեջ եւս։ Ama Mirzoyan da biliyor ki bu kredi sonsuza kadar değil. Բայց Միրզոյանը նաև գիտի, որ սա չի կարող միշտ շարունակվել։ Փաշինյանի խոստումը խաղաղությունն է, եւ եթե Փաշինյանը չկարողանա իսկապես հասնել խաղաղության, ապա նրա իշխանությունը կարող է իրավացիորեն տապալվել։ Bu açıklamasından sonra birden kapılar açıldı ve çok hızlı bir diplomatik görüşme trafiği gördük. Ինչ-ինչ պատճառներով նրա բախտն այլևս չի բերի։ Միրզոյանի ձեր նշած հայտարարությունից հետո դռները հանկարծակի բացվեցին, եւ մենք տեսանք դիվանագիտական արագ շարժեր Էրդողանի եւ Փաշինյանի միջև։ Միջանցքի շուրջ բանակցությունները հանկարծակի արագացան, եւ վերջապես մենք տեսանք երկու առաջնորդներին Ամերիկայում։ Լավ կլիներ, եթե այս գործընթացն ավելի թափանցիկ լիներ, որ մարդիկ իմանային, թե ինչ զիջումներ են արվել, եւ որպես Թուրքիայից լրագրող ինքս հարցեր ունեմ Փաշինյանին։ Իհարկե, վատ խաղաղությունը պատերազմից լավ է, բայց արդար խաղաղություն է պետք։ Elbette ki en kötü barış en iyi savaştan iyidir. Elbette ki savaş olmasın. Ama haklı olarak yani çok net bir şey söyleyeyim. Serdar, ama sorun var. Evet. Ermeni soykırımı. Bu sorunu sizi sormak çok istedim. Հայոց ցեղասպանություն այս հարցը քեզ վաղուց էի ուզում տալ, որովհետև դու նաև հայոց ցեղասպանության թեմայով գրքերի հեղինակ ես, լավ գիտես, թե ինչի մասին է խոսքը։ Փաշինյանը հայտարարեց, թե դեռ պետք է հասկանանք ինչ է եղել եւ ինչու։ Ճիշտ նույնը Թուրքիայում ցեղասպանությունը жղտողներն են ասում։ Ըստ քեզ սա ցեղասպանության жղտում էր։ Sözleri kullandı. Bu bir inkar mıdır sizce?
Yani şimdi bir Ermeninin Ermeni soykırımını inkar ettiğini söyleyemem tabii ki. Հիմա ես չեմ կարող ասել հայը ժխտում է հայոց ցեղասպանությունը։ Իմ կողմից ճիշտ չի լինի։ Zannetmem. Herhalde Թուրքիայում բոլորն են ասում, սա է խնդիրը։ Փաշինյանի այս խոսքն օգտագործում են ու հայտարարում, որ հայերն իրենք են ժխտում ցեղասպանությունը։ Evet yani bu tip bir yorum oldu ama ben sonuçta Ermeni soykırımı üzerine çalışmış da bir Türkiye'den gazeteci olarak Paşinyan'ın böyle bir şey düşüneceğini düşünmek istemem. Այո, այդպես է, բայց ես Թուրքիայից լրագրող լինելով, որը աշխատում է նաև հայոց ցեղասպանության լուսաբանման ուղղությամբ, չեմ ուզում մտածել, որ Փաշինյանը նման մտքեր ունի, որովհետև պատմական ճշմարտությունը կա։ Իհարկե, կան շատ բաներ, որոնք կարելի է քննարկել եւ ուսումնասիրել հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մենք քննարկում ենք երկրորդ եւ երրորդ սերունդներին բաժին հասած տրավման, բայց ինչպես հոլոկոստի դեպքում հարցի շուրջ քննարկում չկա։ Փաշինյանի հայտարարությունները այս հարցի վերաբերյալ իրավացիորեն վիճահարույց են հայ հանրության համար։ Üzerindeki travmayı konuşuyoruz ya da işte bundan sonra neler yapılabileceğini konuşuyoruz. Evet yani Paşinyan'ın bu konudaki açıklamaları da Ermeni kamuoyu için çok tartışmalı açıklamalardır. Evet haklısın yani Türkiye tarafında da çok olumlu yankı buldu ama yani yanlış bir olumlu yankı buldu. Çünkü inkarcılığı besliyor mu? Eğer Türkiye'deki inkarcılığı Այդ հայտարարությունները ճիշտ եք, նաև շատ դրական արձագանք ստացան Թուրքիայում։ Սակայն դա կեղծ դրական արձագանք էր, որովհետև այդ հայտարարությունները սնուցում են ժխտողականությունը Թուրքիայում։ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններ, ոչ միայն ձեր նշածը, Հայաստանի ոչ մի այլ առաջնորդի հայտարարություններ այսպես չեն օգտագործվել, ինչպես Փաշինյանի հռետորաբանությունը հայոց ցեղասպանության ժխտման նպատակով։ Սա փաստ է։ Ոչ մի այլ հայ վարչապետի նախագահի խոսքը, հայտարարությունները հայոց ցեղասպանության մասին այս չափով չեն ընդունվել ու ողջունվել Թուրքիայում ժխտողների կողմից։ Ցավոք մենք սա տեսնում ենք Փաշինյանի վարչակազմից։ Ermeni soykırımına dair sözleri bu kadar Türkiye'de inkarcılar tarafından sahiplenilmemişti. Yani ne yazık ki biz bunu görüyoruz Paşinyan yönetimi açısından. Ararat Dağı Փաշինյան վիզա Արարատ լեռան պատկերը Փաշինյանի կառավարության որոշմամբ չի լինի Հայաստանի սահմանային անձնագրային դրոշմակնիկներին։ Ըստ ձեզ, սա Թուրքիայի պահանջն էր։ Թուրքիան նյարդայնանում է, որ հայերն Արարատի պատկերն են օգտագործում։ Փաշինյանն այսպես հայտարարեց։ Եթե նյարդայնանում է, ինչու՞։ Komşularına rahatsız eden bir durumdur. Neden? Yani şöyle ben Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, Հայաստան եմ եկել պատերազմից առաջ։ Ես նաև շնորհակալ եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը պատերազմի ժամանակ հավատարմագրում տալու համար։ Հուսով եմ որևէ սխալ չեմ թույլ տվել լրագրողական առումով։ Umarım doğru haber yapmışımdır ve umarım hatam olmamıştır gazetecilik açısından ama yani Ararat sembolünün Ermenice'de işte Ararat, Türkçe'de Ağrı Dağı denilen işte Արարատի խորհրդանիշը հայերեն Արարատ, թուրքերեն Աղրդաղ իրականում կարևոր է հայերի համար։ Yani mesela pasaporttaki işte geldim gittiğimde yani şöyle bir foto şeyi var, sembolü var bende de. Օրինակ, երբ ես եկա Հայաստան, իմ անձնագրում Արարատի պատկերով կնիկ տրվեց։ Երբ այս աղմուկը բարձրացավ, նույնիսկ մտքովս անցավ ստուգել, թե արդյոք իմ անձնագրում Արարատով է կնիքը։ Տեսա, որ այո, ունեմ։ Ինձ սա չի նյարդայնացնում, չի անհանգստացնում։ Ես երբեք չեմ լսել, որ դա որևէ տեղ խնդիր լինի։ Այն երբեք առաջնահերթություն չի եղել։ Իհարկե, որոշումը ողջունվել է Թուրքիայում։ Նորմալ է, որ կողջունվեր։ Սա անցյալում Թուրքիայի եւ Հայաստանի միջև խնդիր է եղել, ինչպես գիտեք։ Խորհրդային ժամանակաշրջանում նույնիսկ հայտնի երկխոսություն է եղել։ Թուրք պաշտոնյաները խորհրդայիններին ասել են. տեսեք, Հայաստանն Արարատն օգտագործում է որպես խորհրդանիշ։ Նրանց պատասխանել են. Sovyetler de siz de ay ve yıldızı kullanıyorsunuz. Türkler ay ve yıldızı mı alacaklar? Sizin planlarınız arasında ayı ve yıldızı mı fethetmek var diye sorar. Yani böyle bir şey vardır. Yani Դուք էլ օգտագործում եք կիսալուսինն ու աստղը։ Թուրքերը կիսալուսինն ու astղը վերցնելու են։ Կիսալուսինն ու աստղը նվաճել եք ծրագրում։ değişmez. Yani siz
vizeden kaldırın, istediğinizi yapın. Yani sonuçta bu bir sembol. Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել։ Անկախ ամեն ինչից Արարատը լինելու է հայերի խորհրդանիշը, այնպես որ անձնագրից, այսինքն վիզայի կնիքից հեռացնելը իմ կարծիքով այդքան էլ իմաստ չունի։ Երկրորդ անդրամաբանական կողմը հուզականն է։ Արարատը խորհրդանիշ է ամբողջ աշխարհի հայերի համար, Լատինական Ամերիկայից մինչև Թուրքիա եւ Ավստրալիա։ Արարատն ունի հատուկ նշանակություն, խորհրդանշական ներկայություն հայկական աշխարհում։ Կարիք էլ չկա, որ ես սա բացատրեմ։ Türkiye'deki içinde yani Ararat'ın farklı bir şeyi var, sembol hali var Ermeni dünyasında. Bunu benim anlatmama gerek yok ki zaten sen çok daha iyi biliyorsun, izleyenler çok daha iyi biliyor. Ama benim söyleyebileceğim şey şu, yani mesela Türkiye Cumhuriyeti vatandaşı olarak ben neden rahatsız olmuyorum? Çünkü Ermenistan'a gittim. Ve yani bilmiyorum Paşinyan nerede oturuyor ama Ես կարող եմ բացատրել, թե դա ինչու չի անհանգստացնում ինձ, որպես Թուրքիայի քաղաքացու, որովհետև ես եղել եմ Հայաստանում եւ չգիտեմ, թե որտեղ է ապրում Փաշինյանը, բայց երբ Երևանում էի, ես ապրում էի Կասկադում։ Her sabah penceremi açtığımda evet Ararat ve Masis görünüyor yani Ermenice olarak düşündüğümüzde ve Եվ ամեն առավոտ, երբ բացում էի պատուհանս, տեսնում էի Արարատը։ Լեռան տեսարանը բացվում է քաղաքի ամեն անկյունից։ Այդ տեսարանը քաղաքի վրա է։ Եթե չեն պատրաստվում պատ կառուցել սահմանին, ապա չեն կարող խանգարել հայերին տեսնել լեռը։ oluyor. Eğer böyle bir duvar çekmeyecekse sınırının üstüne Ermenilerin daha görmesini engelleyemez. Հայերն ամեն առավոտ են տեսնում, եւ չեմ կարծում, թե մեծ նշանակություն ունի այն կտեսնեն անձնագրային կնիքներում, թե ոչ։ Vizeye basın, basmayın. Yani Ermenistan'ın da pek çok talebi olabilir tabii ki Türkiye'den. Yani Մյուս կողմից Հայաստանը եւս կարող է նույնանման պահանջներ ունենալ Թուրքիայից։ Օրինակ նախագահի զինանշանում Օսմանյան կայսրությունը խորհրդանշող աստղը։ soykırımın faili olan bir yönetimin de yıldızı var sizin Cumhurbaşkanlığı forsunuzda diyebilir ya da Talat Paşa'nın hala isminin Հայերը կարող են ասել, ձեր նախագահի զինանշանի վրա կա ցեղասպանության համար պատասխանատու վարչակազմի աստղ, կամ այն փաստը, որ Թալյատ Փաշայի անունով դեռևս փողոցներ եւ պողոտաներ են կոչված։ Եվ սա խնդիր է ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այլև Թուրքիայի ներսում, Թուրքիայի ժողովրդավարության համար, որովհետեւ ցավոք մենք տեսնում ենք, որ ցեղասպանության մեղավորները դեռևս հիշատակվում են փողոցներում, դպրոցներում, հանրային շենքերում կամ այժմ շատ ավելի հերոսացվում են սոցիալական ցանցերում, քան 2010-ականներին։ Հայաստանն անշուշտ ունի ասելիք սրա մասին, ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր հայերը։ Թուրքիայում, Սփյուռքում որոշ պահանջներ կարող են ունենալ։ Ամփոփելով, կարծում եմ պետք է փոխադարձ համաձայնության գալ։ bunların karşılıklı atılması gerektiğini düşünüyorum kısacası. Yani Serdar ve son sorum, barışta çok konuştuk ve ilişkilerin normalleşmek süreci var şimdi. Azerbaycan, Türkiye bu süreçleri. Ama biz aynı zamanda her gün Türkiye'nin haber kanallarından, Türkiye'nin hükümetinden, tabii ki Azerbaycan'ın hükümetinden sözleri dinliyoruz. Bu Սերդար, իմ վերջին հարցը, խոսեցինք խաղաղության մասին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց մենք այստեղ Հայաստանում նաև ամեն օր լսում ենք թուրքական հեռուստաալիքներից, Թուրքիայի կառավարությունից եւ իհարկե Ադրբեջանի կառավարությունից, Թուրանի, Զանգեզուրի միջանցքի մասին։ Հարցս հետեւյալն է. Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Ադրբեջանը, իսկապես ցանկանում են Հայաստանի հետ խաղաղ ապրել, թե Փաշինյանը նրանց համար հնարավորություն է խլել Հայաստանից ինչ ցանկանում են, ստանալ հայերից ինչ ցանկանում են։ Onlar için bir şanstır. Her şeyi Ermenistan'dan istediğin her şeyi Ermenilerden ve Ermenistan'dan almak için. Bu gerçekten barış mıdır veya istediğin şeyleri almak için bir şanstır? Yani şöyle işte en baştaki aslında konuya döneceğiz şimdi tekrar. Çünkü barışın adil olması gerekiyor. Barışın iki tarafın, üç tarafın, bütün tarafların
onurunun, gururunun korunduğu, hiçbir tarafın ezilmediği, hiçbir tarafın kendini kötü hissetmediği Պետք է վերադառնանք սկզբին, խաղաղությունը պետք է հաստատվի այնպիսի միջավայրում, որտեղ 2-3 բոլոր կողմերի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանված են, որտեղ ոչ մի կողմը չի ճնշվում, որտեղ ոչ մի կողմը վատ չի զգում, որտեղ մենք կարող ենք հանգիստ ձեռք սեղմել եւ բարեկամաբար բաժանվել։ Մենք գիտենք, թե ինչ է պատահում, երբ այդպես չի լինում։ Այսպիսով, եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի եւ այն իսկապես չբավարարի երկու կողմերին, այդ համաձայնագիրը ցավոք վաղը կամ մյուս օրը կդառնա անվավեր։ Yapılmadığında ne olduğunu biliyoruz. Yani eğer bir barış anlaşması imzalanmazsa ve gerçekten iki tarafın da içine sinen bir anlaşma olmazsa yarın öbür gün o anlaşmalar da ne yazık ki geçersiz oluyor. Շնորհակալություն հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։